Իսկ կենտրոնական ծրագիրը անձնական։ Լավ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, քանի որ մեր ժամանակը սուղ է, ես պիտի խնդրեմ հնարավորության դեպքում հակիրճ անեն ռեգլամենտը, այժմ խոսքի իրավունքը փոխանցում ենք տնտեսագետ վերլուծաբան Գագիկ Մակարյանի, խնդրեմ։ Շնորհակալություն։ Իրականում ես առաջի կրթությունով ֆիզիկոս եմ։ Ուզում եմ մի քանի կետերի վրա կանգ առնել, շատ շնորհակալություն լավ աշխատանքի համար եւ իմ գործընկերների տեսակետների համար։ Ուրեմն առաջինը շատ ողջունում եմ 10 արդյունաբերական ազատ տնտեսական գոտիների ստեղծումը։ Ուրեմն անցյալ տարի ես հրատարակեցի գիրք, որի անունը կոչվում էր Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական արագացված զարգացում։ Ես կառաջարկեմ արագացված բառը։ Եվ ես ուսումնասիրել եմ մի շարք կնվիրեմ, այո, մի շարք խորհրդային գործարաններ ուսումնասիրել եմ, կան գործարաններ միջին մեծության, որոնք ունեն մինչև 20,000 քառակուսի մետր արտադրական տարածքներ, որտեղ կարելի է տեղավորել առնվազն 15-ից 20 նոր արտադրություններ։ Ամենակարևոր արժեքը, պարոն Մերկումյան, որ դուք պետք է շեշտադրեք նաև իմ կարծիքով, այն է, որ այդ գործարանները պահպանում են իրենց ենթակառուցվածքները, դրանք ամենաթանկ արժեք ունեցող եւ նաեւ երկարաժամկետ գործընթաց պահանջող գործողություններ են, որովհետեւ ենթակառուցվածքներ ստեղծելը գիտենք, որ այնքան էլ հեշտ չի։ Ուրեմն առաջինը դա եւ ամեն մի խորհրդային գործարանում ես հաշվարկել էի 15-ից 20 արտադրությունների տեղավորում։ Եվ այդ դեպքում նաեւ $1 միլիարդ ծախսելով 1000 արտադրություններ ստեղծելով ստեղծվում է մոտ 100,000 աշխատատեղ եւ նաեւ մուլտիպլիկատիվ էֆեկտով, ինչպես պարոն Մարկարյանը նշեց, այլ շրջանակներով եւս այդ թիվը կարող է կրկնապատկվել։ Բայց այստեղ շատ կարեւոր է նաեւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը զուգահեռ մենք բարձունակ աշխատատեղերի մասին մտածենք, որտեղ մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունով չենք վերացնի աղքատություն եւ ծայրահեղ աղքատություն։ Այդ մարդիկ չունեն այդ հմտությունները, հետեւաբար աշխատատեղերը պետք է լինեն նաեւ հատուկ կոչով ուղղված աղքատների եւ ծայրահեղ աղքատներին։ Դրանք կարող են նաեւ համանքային գործարաններ, կարող են պետական գործարաններ, մասնավոր պետություն արտադրություններ, բայց դրանք պետք է լինեն ուղղված դրան։ Հատկապես հավաքման արտադրություններ եւ կարի արտադրություններ։ Ընդ որում կարի ոլորտում ես կառաջարկեի նաեւ, որ նկատի ունենալ եւ դրա մասին հայտարարել, որ բոլոր պետական գնումները, պետական կարիքների համար Վիոլա ջուրը, հեծը, Գազպրոմը, հիվանդանոցները եւ այլն, դպրոցական հագուստը եւ այլն պետք է գնեն միայն տեղական արտադրողներից։ Սահմանել միայն տեղական արտադրությունների համար, որպեսզի տեքստիլը, կարի ոլորտը այդ առումով էական զարգանա։ Երկրորդը ներդրումների մասով։ Ներդրումների խնդիրը շատ հեշտ է լուծել։ Ես օրինակ առաջարկում եմ, որ օրինակ պետությունը կարող է $1 միլիոն կամ եվրո ծախսել, հրավիրել 10 տարբեր կորպորացիաների բրիգադներ իրենց փորձագետներով, ամեն մեկի համար ծախսել մոտ 100,000 եվրո, վճարելով փորձագետների աշխատավարձը, հյուրանոցի գինը։ Իրենք գնահատեն Հայաստանի ներդրումային միջավայրը իրենց տեսանկյուններով եւ տան առաջարկություններ։ Եթե նույնիսկ իրենք չհամաձայնվեն ներդրումներ կատարել, այդ կարծիքները շատ արժեքավոր են, որ մենք իրատեսական հասկանանք միջազգային կորպորացիաները ինչպես են տեսնում ներդրումային միջավայրը, որտեղ իրենք ունեն մեծ միջազգային փորձ տարբեր երկրներում ներդրումներ կատարելու տեսանկյունից եւ համեմատական առումով մեզ կարող են շատ լավ ուղղորդել։ Ուրեմն սա է երկրորդը։ Երրորդը, ուրեմն ուզում եմ առաջարկել տեղական ներդրումների նաեւ շրջանակում եւ համայնքների զարգացման, որտեղ մենք ունենք նաեւ դեմոգրաֆիական մեծ խնդիրներ, ուրեմն բիզնես, համայնք, բանկ, այդ երանգյունը գործարկումը։ Ընդ որում համայնքը կարող է իր կարիքների համար արտահայտել բիզնեսին ինչ է պետք եւ նաեւ բանկերին ասել, համայնքը կարող է իր եկամուտներով կամ իր գույքով դառնալ երաշխիք վարկավորման համար, վարկի համար, որտեղ Իհարկե, համաձայն եմ, խնդիր չկա, որովհետև նաև մենք գիտենք, որ տեղական բիզնեսը չի կարողանում վարկեր ստանալ անշարժ գույքի ցածր արժեքի պատճառով։ Այսինքն համայնքը պետք է միանա լուծի խնդիրը։ Հաջորդը ես նվազագույն աշխատավարձի մասով կասեմ, որ խնդրեմ չեմ տեսնում, նաև որպես նախկին գործադմության նախագահ, որովհետև այսօր համարյա թե մասնավոր սեկտորում այդպիսի աշխատավարձներ չկան։
չկա։ Պետական ապարատում կա, օրինակ կադաստրում 80,000 է, գումարած 15% ամսական պրեմիա 92,000 դրամ է ստանում, դրամ էլ այնտեղ անդադ հոսունություն է եւ գնում ես ժամերով հերթ ես կանգնում, որտեղ մարդ չկա աշխատող։ Պետական համակարգում այդ խնդրեմը կա, մասնավորում համարը չկա։ Այսինքն բայց ներողություն բառը, իսկ է որ քիչ են ձևակերպում, բայց իրականում դա էլ ամուսն, հա, ինչ որ վերացել։ Արդեն համարը վերացել է։ Այս իրականում, որ հիմա այսքան աշխատատեղերի մասին խոսում են, դրանք նոր ստեղծված քիչ են։ Մենք կարող ենք կներեք լավ մասնագետներ եք, այս ներդրումների թվով հաշվարկելով, ունենալով մի աշխատատեղի ստեղծել ինչ արժեք ունի, մենք տեսնենք, որ այդ թիվը իրականում ստվերից դուրս եկած ավելի շատ թվեր են, քան թե մյուսը։ Հաջորդը ես ուրեմն կառաջարկեի, որ գազ, էլեկտրաէներգիայի սակագներում նաև ավելացնել ջուրը չկա։ Եվ իմ գրքում նաև ես գրել էի եւ ասեմ դες, ուրեմն 70%-ի չափ պաշտոնապես կորուստ ներկայացնող վիոլան եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ես հաշվարկեցի այդ ջրի կորուստը X քանակով 100% տալիս ենք 70% կորում է, յան ինչ որ հասնում է բնակչությանը, իրականում ասենք 30%-ն է սկզբնական ծավալի, այդ 70%-ը ես գնահատեցի, եթե լիտրը 10 ցենտով վաճառվի, որը շատ մրցունակին է, այդ կորող ջուրը կազմում է $25 միլիարդ։ Շատ կզարմանաք, բայց մաթեմատիկապես որպես ֆիզիկոս հաշվարկել եմ շատ հստակ, տարեկան $25 միլիարդ։ Այսինքն մենք շատ ուժեղ կոնկուրենցիա ունենք այն երկրների հանդեպ, որոնք գազով ու նավթով են խոսում, մենք ջրի լեզվով պիտի խոսենք։ Եվ այս խնդիրը շատ էական խնդիր է։ Դուք տեսաք, որ նույնիսկ այս Իրանի հետ կապված Այո։ Մենք տեսանք, որ Իրանի հետ կապված պատերազմական այդ խասրամ ջրի ֆիլտրացման համակարգերն էին ուզում շարքից անեն, դե անապատային, որպեսզի դա շատ կարևոր բան է, որտեվ ջուրը մեր հասցնում։ Հետո ներողություն, որ ինտերակտիվ լինի, պարոն Մակարյան, տեսեք, կապված վիոլայի հետ, որ ասում է 25 միլիարդ, եթե չեմ սխալվում, պարոն Հարությունյանն էլ կճշտի, տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր ջուր է վերարտա, այսինքն ինքը վերականգնում Հայաստանում 6 միլիարդի կարգի։ Այսինքն հիմա եթե մենք վերցնենք, թե այդ 6 միլիարդի ինչքանն է օգտագործվում։ Այդ 6 միլիարդի մենք 1.5-ից 2 միլիարդ ենք հազիվ օգտագործում խորանարդը։ Ընդհանուր։ Հա։ 18 միլիարդի կարգի։ Ընդհանուր տեղումները հանրապետությունում 18 միլիարդի կարգի խորանարդ 6 միլիարդ։ Ամբողջ տարվա կտրվածքով 11 միլիարդը բնական գոլորշացումն է։ Տարբեր թվերի 7 միլիարդ, մի քիչ ավել, մի քիչ, բայց դա այն օրը մի տեղ էր սխալ գնաց այդ թիվը, մարդիկ հնչեցրեցին։ Դա ոչ թե մակերեսային ջրի մասին է խոսքը, այլ ընդանուր դրա մեջ մնում է նաև խորկայինը, աղբյուրներ, հոսքեր, գետեր։ Բայց վիոլայի հետ կապված իրենք մի ցարսափելի ընդ որում բարում եք ասինքն ես ուզում եմ այդ թիվը բազմապատկի ինչ որ միջին մի գնով հասկանայինք ձեր ուրեմն ես հաշվարկը տալել եմ շատ པարզ մոդելով, որտեվ չեմ ուզում շեղվել, ժամանակին ուզեցի որ ինձ թվեր տային, փաստաթղթեր, իրենք հեգնանքով ինձ ասացին, պարոն Մակարյան, դուք 3000 թերթ կկարդաք, որ համոզվեք, որ 70% կորում է, ասա ես կկարդամ, տվեք, ես արագ եմ կարդում, բայց չտվեցին։ Ինձ տվեցին մի 100 աղյուսակներ, որոնք նույնիսկ այդ գլխամասը չկար աղյուսակի, որ հասկանար թե որ սյունակը ինչի մասին է։ Ես մի քանի օր մտորումներից հետո գտա մոդելը, հաշվարկեցի, ընդ որում այսպես օրական 100 լիտր ջուր մեկ անձի համար, որը որ ավելի շատ է իրականում, այդ հաշվարկով գնացել եմ, որ լուծել եմ խնդիրը, ոչ մի խնդրեմ չկա, $25 միլիարդ։ Հիմա ուրեմն ջուրը պետք է ներառվի, հաջորդ խնդիրը ուրեմն դուք 3 միլիոն դրամ վարկավորման մասին եք խոսում, այդ տուրտուգանքի ամնիստիան։ Ես ուրիշ ամնիստիա նաև կառաջարկեի, որի մասին նաև ուզում եմ ասել։ Տեսեք, շատ պատահականության բերումներով մարդիկ հայտնվում են բանտերում եւ դատվում են 1-ից 5 տարի։ 1 կիլոգրամ պղինձ գողանալու, ինչ որ մի բան խախտելու, հարկեր թաքցնելու, տարբեր պատճառ, իրենք գող չեն, բայց իրենք հայտնվել են։ Ես հաշվարկել եմ 1000 մարդու դեպքում 1 տարում օրական $25 ուտելը, պայելու, անվտանգությունը, անկողինը, ծախսերով նստում է $10 միլիոն, $10 միլիոն մենք ջուրն ենք գցում, բայց 10 միլիոնին զուգահեռ մենք նաև բանտերում պայելով ստեղծում ենք հանցավոր խումբ։
1000 համար եմ աշխատում, 1000 համար եմ աշխատում։ 3000։ Հա, մոտ կան այդքան։ Բայց ես առաջարկում եմ իրենք աշխատեն եւ այն աշխատավարձի համարժեքության պետությունը պայի որպես վնասների հատուցում եւ իրենց համաներումներ տրվեն կես տարուց 1 տարվա ընթացքում, որովհետեւ այդ մարդիկ պիտի վերադառնան ընտանիք, իրենց զավակները չպետք է վատը զգան իրենց հայրերի, ծնողների, մայրերի համար եւ բացի դրանից էլ մենք իզուր տեղը պետական միջոցներ ենք ծախսում եւ դրանով խթանում ենք նարկո բիզնես, գողություն եւ այլ պրոֆեսիոնալ բան ենք դարձնում։ Հաջորդ խնդիրը, որ կուզեի առաջարկել, բացի սառնարանային տնտեսությունից 9-րդ կետը, որ առաջարկում եք նաեւ բերքի մթերման պլանավորումը լինի եւ դրա ուրեմն հետ կապված նաեւ մայրամշակու գործարաններին աջակցությունները, հզորությունները։ Եվ եւս մի բան, քանի որ այս ծրագիրը իրականում միայն տնտեսական չի, ինքը սոցիալ-տնտեսական է, ես առաջարկում եմ նաեւ ուշադրություն դարձնել, որի մասին նույնպես գրել էի գրքում, սանիտարահիգիենիկ վիճակի բարելավման մարզերում, որտեղ շատ մարզերում մենք գիտենք, որ ջուրը սարերից եկող սառը ջուրն է, որը տաքացնելը բարդ է, որոշ տեղերում գազաֆիկացում չկա, համետ թանկ է, մարդիկ նորմալ բաղնիքներ չունեն, զուգարանները իրենց բակերում սարկած փայտե զուգարաններն են այգիներում, զբաղմունքի կենտրոններ չկան, փոքր արտադրություններ չկան եւ նաեւ շատ տեղերում բանկոմատներ չկան, մարդիկ տասնյակ կիլոմետրով գնում են, որ բանկոմատներից գումար անեն բեր։ Այսինքն այս կոմպլեքսները պետք է ստեղծել, բաղնիկ, լվացկատուն, զբաղմունքի կենտրոն, փոքր արտադրություն, բանկոմատ եւ այլ բաներ։ Շնորհակալություն։ Ես պարոն Բակարյանը շատ կարճ արձագանք է միջև Աղասիտ Հավազյանին փոխանցելը բանկերի հետ։ Տեսեք, մեր մոտ, որ վարկային համաներման մասին ասեցինք, ուրեմն 2.5 միլիոն վարկառու կա։ Այսինքն 2.5 միլիոն կարող է մի մարդը մի քանի վարկ ունեն, այսինքն վարկերի միավորներն եմ ասում, ինչի է 3 միլիոնը ընտրված։ 2.2 միլիոնը, եթե ոչ ավել, միջև 3 միլիոն դրամ վարկառուներ են։ Այսինքն Հա, 2.5-ից 2.2, այո, 2.5-ից 2.2։ Ընդ որում, քանի որ ես նաև ժամանակին եղել եմ 2 անգամ ֆիզիկական անձանց բանկային ավանդների շեմը բարձրացնելու օրենքի հեղինակը 2 անգամ 5 տարի մեկ ալնում այդ հատուկ փորձագիտական, որ ասենք հիմա 16 միլիոն դրամ դարձրեցինք 10, հետո $10,000 ժամանակի փոխհատուցման շեմը, որ ավանդատուները այս առումով, այսինքն մենք ընդգրկել ենք մեծ մասը, բայց մի հետարքիր թիվ էլ պետք է ասեմ ու Աղասիտ Հավազյանին տամ։ Գիտեք այդ վարկերի թվականակի առումով ուրեմն 97-8%-ն է, որ փոխհատուցման այդ շեմի տակ անգնում, այսինքն այն 2%-ը մեծ ավանդներն են շատ, որոնք 16 միլիոնից դուրս են, բայց 97%-ը փոքր ավանդներ ունեն, նաև այդ էլ ավանդների մասով։ Հիմա շնորհակալություն Աղասիտ Հավազյան, տնտեսագետ, տվյալքոմ